Այս շենքում Հայաստանի կույրերի միավորմանը պատկանող շուրջ 4000 քառակուսի մետր տարածք այսօր ծառայում է ոչ թե կազմակերպության հիմնական նպատակներին, այլ հանձնված է վարձակալությամբ։ Միավորմանը պատկանող գույքը չի սահմանափակվում այս շենքով։ Պարզվում է, Կոմիտաս պողոտայում գտնվող ՍԱՍ սուպերմարկետն ու ՍԱՍ ֆուդկորտը, Քաջազնունի մեկ հասցեում գործող Ծիրան սուպերմարկետը, նույն շենքում տեղակայված պալիտրախանութն ու մի շարք այլ խանութներ նույնպես կույրերի միավորման տարածքներն են վարձակալում։ Արտադրական, առևտրային, կենցաղային նշանակության տարածքներ։ Դեռ խորհրդային տարիներից միավորումն ունեցել է գույքեր, որոնք ծառայել են միավորման անդամների կարիքներին։ Միության փլուզումից հետո, սակայն, արտադրությունները փակվել են, իսկ տարածքների մեծ մասը տրվել է վարձակալությամբ։ Միության անդամներն ահազանգում են վարձակալները որոշ դեպքերում միավորման նախկին ու ներկա նախագահներին ու նախագահության անդամներին փոխկապակցված անձինք են եւ վճարում են շուկայականից մի քանի անգամ ցածր գին։ Նրանք իրենց հերթին տարածքները հանձնում են ենթավարձակալության արդեն անհամեմատ ավելի բարձր գներով։ Այսպես ասած, մի ամբողջ մարդկանց գիլդիա է առաջացել, որոնց գործը, բիզնեսը, ապրուստը դառել է այդ վերցնել էժան տարածքներ կույրերի միավորումից, տալ ենթավարձակալության, եռակի, քառակի, ոնց որ եկամուտ գեներացնել ու դրանով ապրել։ 2013 թվականին կույրերի միավորումն իրեն պատկանող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Մայիլ Հարությունյանի հարսի Ռուզաննա Գևորգյանի հետ կնքել է պայմանագիր։ Դրանով Քաջազնունի մեկ հասցեում գտնվող գույքից 117 քառակուսի մետր մակերեսով տարածք 94080 դրամով մինչև 2035 թվականը տրվել է վարձակալության։ 2019-ից 2022-ը Գևորգյանը 500.000 դրամով այն հանձնել է ենթավարձակալության Exterior Group ՍՊԸ ընկերությանը։ 2022-ին ենթավարձակալության արժեքը բարձրացվել է հասնելով 550.000 դրամի, այսինքն տարիներ շարունակ միավորմանը պատկանող գույքը շուկայական արժեքից ավելի քան 5 անգամ էժան է տրվել վարձակալության։ Կոմիտասի ծիածան խանութն է, եթե չեմ սխալվում, սա էլ ոնց որ տված է վարձակալության փոխնախագահի որդուն, ինքը ֆիզանձով վերցրել է, եւ էլի հնգապատիկ, վեցապատիկ ավել գնով տալիս է ենթավարձակալության ծիածանին։ Ծիածան խանութի տեղում այժմ գործում է My Market խանութը։ Այս տարածքն էլ ժամանակին վարձակալել է կույրերի միավորման փոխնախագահի որդին Մասիս Սարգսյանը։ Սարգսյանը 2011 թվականին կնքել է Կոմիտաս 55 հասցեում միավորմանը պատկանող 116.5 քառակուսի մետր մակերեսով տարածքի վարձակալության պայմանագիր 112340 դրամով մինչև 2036 թվականը։ Օրեր անց այն ենթավարձակալության է հանձնվել 500.000 դրամով, իսկ 2012-ի հունվարին վարձավճարը դարձել է 600.000 դրամ։ Մինչև 2016 թվականը տարածքի ենթավարձակալը եղել է մեծ ծիածան ՍՊԸ-ն, 2018-ից My Market-ը։ Այս դեպքում եւս շուկայական գնի համեմատ հնգակի տարբերություն կա։ Քաջազնունի մեկ հասցեում գտնվող 371.9 քառակուսի մետր մակերեսով տարածքի վարձակալը 2008-ից 2018 թվականներին եղել է Edmas ՍՊԸ ընկերությունը։ Շուրջ 286.000 դրամով վարձած տարածքը 2017-ին այն ենթավարձակալության է տրվել Ծիրան սուպերմարկետին 1 միլիոն դրամով, այսինքն մոտ 3.5 անգամ թանկ։ Նախագահության մեկ այլ անդամի որդին Վահան Բոյաջյանը եւս Փափազյանի 22 հասցեում միավորմանը պատկանող տարածք ունի վարձակալած։ Փափազյան, Մամիկոնյան, Տիգրանյան, Իսահակյան, Քաջազնունի։ Այս փողոցներում եւս նման կարգավիճակ ունեցող տարածքներ կան։ Խոսքն ընդհանուր առմամբ շուրջ 11 միլիարդ դրամ կադաստրային արժեքով եւ մոտ 40.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գույքերի մասին է։ Միության անդամ Վահե Արզումանյանի խոսքով այս գույքերից 40-ը գտնվում է Երևանում, 12-ը մարզերում։ Արզումանյանը նշում է, անգամ խոսակցություն է եղել Արզնիում 511 միլիոն դրամ, այսինքն ավելի քան 1.3 միլիոն դոլար կադաստրային արժեքով առողջարանը 70.000 դոլարով վաճառելու մասին։ Իրենք չեն համաձայնել։ Այժմ այն տրված է վարձակալությամբ։ Արզնիում ունենք առողջարան, բավական մեծ հողամասով 4 հարկանի շինություն է։ Կուզեմ շեշտել իր կադաստրային գինը 511 միլիոն դրամ արժե, իսկ վարձակալության հանձնել են բավական երկար, մենք նախագահության նիստի որոշումը ունենք, պայմանագիրը չենք վերցրել, ճիշտ ասած այս պահին չկա, բայց նախագահության որոշմամբ այնտեղ տրված է 200.000 դրամ ամսական վարձով։ Ըստ վարձակալի հետ կնքած պայմանագրի առողջարանը պետք է 3 տարում վերանորոգվի, որից հետո երբ սկսի գործել, ամեն ամիս միավորման անդամներից 6-ը 3 օրով կարող է հանգստանալ այնտեղ։ Եթե հաշվարկում ենք, դա մոտորապես գալիս է
400-500 հազար դրամի կարգի գումար այդ վերջնական տարբերակում։ Իսկ անգամ մեր հարկային օրենսդրքով, հա, երբ որ մենք նայում ենք, կադաստրային գնի 5%-ից ցածրը դա արդեն իրավախախտում է։ Միավորման անդամների պնդմամբ, եթե տարածքները վարձակալությամբ հանձնվեն շուկայական գներով, ներկա 200 միլիոն դրամ բյուջեի փոխարեն միավորումը կունենա 900 միլիոն դրամ։ Տեսեք, այնքան պարզ խնդիրներ ունենք, որ չի իրականացվում։ Չունենք Հայաստանի քույրերի միավորումը, չունի կայք, չունենք գրադարան աուդիո, հա, ուսումնական ոչ մի process չի իրականացնում, այսինքն չի ուսուցում օտար լեզուներ եւ այլն, հմտություններ, հա, ինչ որ կա ամբողջ աշխարհում կա։ Բավականին մեծ թվով տեսողության խնդիրներ ունեցողներ ունենք, որ մարզիրում են եւ դուրս են մնում ամեն ինչից, եւ կրթությունից, եւ նոր հմտություններից, հա, էլ չեմ ասում զբաղվածության խնդիրը։ Միավորման տարածքները վարձակալության են հանձնվում առանց աճուրդի կամ մրցույթի, առանց որևէ հայտարարության ու միավորման անդամների համար անհասկանալի է, ինչպես է որոշվում վարձակալության գինը։ Հասարակական կազմակերպությունն ունի կույրերի միավորման վերահսկողական մարմին, բայց դրա անդամները միավորման նախագահին ենթակա աշխատակիցներ են։ Այդ դեպքում վերահսկողական գործառույթը կարող է լինել ձևական։ Միավորման անդամներն այս խնդիրների մասին բարձրաձայնել են թե նախկին, թե ներկա նախագահի մոտ։ Ռաֆիկ Խաչատրյանը 2018 թվականից է նախագահում միավորումը։ Միավորման նախագահության անդամ Բագրատ Մակարյանի խոսքով Խաչատրյանի արդարացումն այն է, թե տարածքները վարձակալությամբ են տրվել ոչ իր նախագահության օրոք։ Հիմնական պատճառաբանությունը թե նախկինում է տրվել չեն կարող եւ այլ, բայց մի մասը, ինչպես ասեցին իմ ընկերները, իրավունք են վարձակալության տրվել։ 2023 թվականին, այսինքն գործող նախագահի օրոք, Փափազյան 22 հասցեում հասարակական կազմակերպությանը պատկանող 48.6 քառակուսի մետր մակերեսով տարածքը վարձակալության է հանձնվել 150 հազար դրամով, իսկ մեկ տարի անց մոտ 445 հազար դրամով, այսինքն 3 անգամ թանկ տրվել է ենթավարձակալության։ 2022-ին 300 հազար դրամով վարձակալության տրված մեկ այլ գույք էլ ենթավարձակալության է տրվել 450 հազարով։ Այս ամեն ինչը նպատակը որն է, ասենք, կարևոր նպատակն է, որ այս միջոցները արդյունավետ ծառայեն միավորման անդամներին։ Ասենք, մենք անձնական որևէ խնդիր չենք դրել, որ ասենք, թե այսինչ մարդու դեմ կամ նախագահի դեմ կամ իշի դեմ, անձնական որևէ բան չկա, կա զուտ սրտացավություն միավորման նկատմամբ, որտեղ մենք հասկանում ենք, որ այս տարեկան 200 միլիոնից փոխարեն 700 միլիոն, եթե մեր միավորումը ավել գումար մտնի, շատ մարդկանց հոգսեր, կարիքներ կարանք բավարարենք, շատ մարդիկ կարանք նոր աշխատատեղեր ստեղծենք եւ այլ։ Մակարյանի խոսքով իրենք ընդհուպ բարձրացրել են հանձնաժողով ստեղծելու եւ նախկինում կնքած պայմանագրերը վերանայելու հարցը, բայց ապարդյուն։ Ամեն ձևի փորձել ենք միավորման ներսում առաջին հերթին լուծումներ փնտրել, նախագահի հետ հանդիպել, առանձին թե խմբով, մի խոսքով, տեղակալների հետ հանդիպել, այլ ճիշտ։ Բայց դե արդյունք չի տալիս, հիմա մեզ մնում է ոնց ասած 4-րդ իշխանության միջոցով մեր ձայնը բարձրացնենք։ Բարձրացված հարցերի վերաբերյալ միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ մեզ չի հաջողվել։ Նա անպատասխան է թողել մեր զանգերը։ Իսկ միավորման անդամները վերջերս հավաքել են բոլոր փաստաթղթերն ու դիմել դատախազություն քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Այն դեռևս ընթացքի մեջ է։